Պարոն Հովակիմյան, ընտրությունների արդյունքները ամփոփելուց հետո երբ արդեն բարձր որ ուժերն են ասում խորհրդանան, մեր նկարներով բազմաթիվ էջերում, այսպես նկարչի կերպարով լուսանկարներ են տարածում, վեց անվանում էին նկարիչ, ԽՊԻ նկարիչ դեր, արձագանք ինչպիսին է բոլոր ներդամարություններ, նաև ընդդիմությունը, որպես ասում են ժամանակին հրի Նիկոլ Փաշինյանի համար աշխատած Հովակիմյանից ինչ պետք է սպասել, այս դիտարկումները եւ նաև լուսանկարների ձեր արձագանքը եւ այսօր Նարեկ Կարապետյանի հետ կապված այսպես ենթադրվում է, որ կվարտեք այնպես, ինչպես նախկին ուսումնարների հետքում եղել։ Վերջին պատճառը Ձեր անդրադառնալու խելությունից է Նարեկ Կարապետյանը ունի ձեր պատասխանը, ինչպես հայտնեցնել նախկինում դիմադիր այս ոստիչների դեպքում է հնարվել։ Ես կենտրոնական հանձնաժողովի որոշումը նախապես սկսեմ վերջից դել արծի։ Նախ ուղղակի ես քանվող հարցնեմ, ես կան լրագրողներ ու ճանաչում եմ վաղուց նախին կյանքից եւ կան լրագրողներ, որ նորեն հազարներություն որ չեմ ճանաչում։ Ուզում ասեմ, որ մեզ հետևում են օնլայն հետևողները։ Աննա Պապիկյան։ Չին Պապիկյան։ Քաղաքական ուժերը, քաղաքական գործիչները, քաղաքացիները իրենց նախապատվություններով նկատվում եմ, ասենք Հայաստանի տերությունության իրադարձություններով կարող են ազատեն ով ինչպես ցանկանում է գնահատական տալու։ Եթե այդ գնահատականը չի հատում իրավունքի կամ զրպարտության շենը, տվյալ դեպքում ասենք իրավական գործընթաց հարուցելու հիմքը կարող է իրավունքի շեմ հատելը։ Ես տեսել եմ սոցցանցերում եւ այդ վիավորական արտահայտություններ, բայց կարծում եմ, որ այս դեպքում իրավական գործընթաց հարուցելու կարիք չկա։ Յուրաքանչյուր մարդուն դատում են ասում ժամանակ։ Ես կարող եմ պարզ ճակատով ասել Հայաստանի Հանրապետության ազգային ժողովի 2026 թվականի հունիսի 7-ի ընտրությունները անցել են ազատ արդար թափանցիկ։ Այդ ընտրությունների բոլոր նախորդ ընտրությունների համեմատությամբ այդ ընտրությունների ընթացքում թերացումներ անհամեմատ քիչ են։ Բայց մենք ունեցել ենք իրավիճակ, երբ որ ըստ էության քաղաքական ուժերից մեկի անցնել չանցնելու խնդիրը, այսպես ասած, շեմը շատ զգայուն իրավիճակում եղել եւ այդ լարվածությունը, այդ նաեւ էմոցիաները դրանով են պայմանավորված, բայց ես կրկնում եմ Հայաստանի Հանրապետության ազգային ժողովի ընտրությունները, որոնք տեղի ունեցան 2026 թվականի հունիսի 7-ին, եղել են մինչ այդ տեղի ունեցած ընտրությունների, այսպես ասենք, համեմատում իրենց թերություններով, տեխնիկական խնդիրներով լավագույնը։ Եվ սա բնական է, սա ընդհանրապես զարգացման ընթացք է, ինչպես նախորդ բոլոր ընտրություններն էին միշտ առաջընթաց ունենում, այդ նաև տեխնիկական ապահովման մյուս խնդիրներով այս ընտրությունների ևս։ Բայց կար մեծ էմոցիա, մեծ, այսպես ասած, լարում, որ կրկնում եմ այդ քաղաքական ուժերի ակնկալիքներով, հույսերով չգիտեմ։ Պարոն Հովակիմյան, ներողություն, ես մեղադրում եմ շատերը ձայների գողանալու են եւ զգացում են այդ ձայների գող։ Մանդատար գողության ոչ է։ Հարգելի լրագրողներ, ես ասում եմ, կարող են բազմաթիվ վիավորանքներ հնչեցնել։ Հիմա ես ուզում եմ ձեր մղումը հասկանալ։ Վիավորանքները հնչեցնելու ձեր մղումը հասկանալ։ Հիմա որովհետև հարգելի լրագրողներ, ոչ, հարգելի լրագրողներ, ես հիմա
եկեք չմոռանանք, որ ես ժամանակին ձեր կարգավիճակում եմ։ Հիմա դուք այդ հարցը լուծեցնելով, ընդհանրապես դուք եք ինձ փոխում դիավորել, որովհետև այնինչ որ մարդիկ, այսպես ասեմ, չգիտեմ, մարդիկ ասենք սոցցանցերում կգրեն, կամ քաղաքական գործիչները իրենց հայտարարություններին կանեն, ով կանի, ես, եթե անհրաժեշտ համարեմ իրենց կարձականքին։ Դուք դա դիալոգը հարցի վերածելով ընդամենը դուք եք արդեն հանդես գալիս դիալոգի դեր։ Եվ ես պիտի պարմական լսեք, հարց եք տալիս ֆոտոսամ ես դեպքում էլ նաև ինչ-որ չափով նաև ձեզ ավերաբերում, որտեղ դուք եք այդ նման դիալոգները հարցերի մեջ դնելու բնավորություն ունի։ Ես պիտի ձեզ ուղղակի հորդորեմ, որ ձեր մնացեք, որտեղ այնպես դուք անկեղծ ասած լրագրողի վեր մասնագիտություն եք։ Ես 20 տարի լրագրող եմ եղել, ես հպարտ եմ իմ այդ 20 տարվա փորձով, ես դա համարում եմ իմ կենսագրության ամենապայծառ շրջաններից մեկը եւ ձեզ ուղղակի խնդրում եմ այդ մասնագիտությունը ոտատակ չտալ զուտ քաղաքական ինչ-որ շատ սպասարկելով։ Խնդրանքս դա է, կարող եք խնդրանքս մի զուգահեռ մի խոսեք, ավարտեմ հետո նորից արտահայտեք, հարց չկա, խնդրանքս կարող եք խնդրանքս հարգել եւ չանել, կարող եք խնդրանքս անտեսել եւ շարունակել այն, ինչ որ անում եք, դա ձեր գործն է, ես ուղղակի իմ խնդրանքը զուտ որպես նախկին լրագրող, ասում եմ, այն մանդատը, որ ես ունեցել եմ լրագրողի, ես հարգում եմ ու խնդրում, որ դուք ձեր գործունեությամբ ուղղակի լրագրողի մասնագիտությունը չնեսեմացնեք։ Պարոն Հովակիմյան, շատ ներողություն էլի, այդ որ դուք վիրավորվում եք, նախ